Բարև ձեզ, Ազատություն TV եթերում հերթական Facebook ասուլիսն այսօր Facebook-յան ասուլիսով հանդես կգա ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արամ Հրանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, ես ուզում եմ ողջունել նախ Facebook-ի բոլոր ուղդատերերին եւ շնորհակալություն հայտնել իմ ասուլիսի նկատմամբ հետաքրքրության համար եւ ուղարկած հարցերի համար։ Պարոն Հրանյան, ժամանակը օգտագործենք ու սկսենք ամենաառաջին հարցից Արփի Բեգլարյան։ Պարոն Հրանյան, ինչպես է գնահատում այլ կուսակցությունների ծրագրերը, դրանցից որն է ավելի մոտ ՀՅԴ ծրագրին եւ ինչքանով են դրանք համահունչ հենց ծրագիրը ներկայացնող կուսակցությունների գաղափարախոսությանը։ Ճիշտ ասած, նախընտրական շրջանում մենք մտածում էինք, որ կուսակցությունները, այդ թվում նաեւ կոալիցիայի անդամ կուսակցությունները կներկայանան նոր նախընտրական ծրագրերով, նոր գաղափարներով եւ պետք է ասեմ, որ մեզ նախընտրական արշավի այս իրավիճակը մի քիչ զարմացրեց, որովհետեւ մենք չտեսանք ցավոք սրտի նոր գաղափարներ, նոր մտքեր, մասնավորապես հայտարարեց, որ նախկինում հրապարակված ծրագրերն են 5 իրենց նախընտրական ծրագրի համար նոր խոսք մենք չլսեցինք։ Հանրապետական կուսակցությունը, որը բավական մեծ ռեսուրս ունի, նախ եւ առաջ վարչական գործադիր իշխանության ռեսուրսը եւ բոլորից բնականաբար պետք է ավելի լավ տիրապետել կարծես թե իրավիճակին, պետք է հստակ լուծումներ տալ, կոնկրետ լուծումներ ասել եւ վերջո նաեւ հստակ թիրախային ցուցանիշներ, դա չտեսանք եւ դա ես կարծում եմ որոշ չափով պայմանավորված է նախորդ ընտրությունների ժամանակ խորհրդարանական եւ նախագահական իրենց կողմից տրված խոստումների ձախողմամբ։ Ըստ էության իրենք չկատարեցին եւ կարծում եմ խուսափում են այս անգամ ավելի հստակ եւ կոնկրետ ծրագիր ներկայացնելիս։ Մեծ ակնկալիքներ ունենք Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրի վերաբերյալ, որովհետեւ բավական լավ գովազդվում է, բայց մեր սպասելիքները շատ ավելի մեծ էին, քան մենք ականատես եղանք եւ թողանուն համեստություն չլինի, բայց ավանդաբար արդեն ստացվում է, որ ամենահետաքրքիր եւ բանավեճ առաջացնող նախընտրական ծրագիր հենց Դաշնակցության նախընտրական ծրագիրն է։ Մենք միշտ շատ լուրջ ենք վերաբերվում մեր սոցիալ-տնտեսական քաղաքականությանը, մեր առաջարկություններին, մեր մոտեցումներին եւ բավական է օրինակ հիշատակել, որ թե կոալիցիայի անդամ լինելու ժամանակ, թե ընդդիմադիր կարգավիճակում գործելուց մենք ամեն տարի տարվա վերջում ներկայացնում էինք ընթացիկ սոցիալ-տնտեսական վիճակի եւ եկող տարվա սպասվող տարվա պետական բյուջեի վերաբերյալ տեսակետը, տեսեք այս ձեռքումս վերջին 3 նման հետազոտություններն են, այս կարմիր բրոշուրը վերաբերում է արդեն 2011-ի վիճակին եւ 2012 թվականի պետական բյուջեին, այսինքն ամեն տարի մենք բարբերաբար հստակ այսպիսի ըստ էության այլընտրանքային բյուջե ներկայացնելով մենք նոր մշակույթ մտցրեցինք, որտեղ որպես այդպիսին այլընտրանքային բյուջետային քաղաքականություն ոչ մի կուսակցություն ընդդիմադիր չի ներկայացել, բայց դրանով հանդերձ մենք հասկանում ենք, որ տնտեսությունը անընդհատ դինամիկ օրգանիզմ է եւ անընդհատ պահանջում է նոր լուծումներ եւ աշխարհը շատ արագ է զարգանում, այդ պատճառով մենք նաեւ մեկ նոր միասնական ծրագիր ներկայացրեցինք, որը արդեն դարձել է քննարկումների առարկա, մասնավորապես թիրախների առումով եւ այդ առումով պետք է ասեմ, որ մեր այն հայտարարությունը, որը մենք ներկայացրեցինք ապրիլի 9-ին, որ մեր նախընտրական ծրագիրը մրցունակ է, ոչ միայն ապացուցվեց, այլ նաեւ ըստ էության կարելի ասել հերթական անգամ ինչպես եւ 2007 թվականին ամբողջ նախընտրական բանավեճը, ծրագրային բանավեճը ընդհանրելու միայն մեր ցուցանիշների շուրջ, ճիշտ են թե ճիշտ չեն, իրատեսական են թե իրատեսական չեն։ Ինչ վերաբերում է թե որ ծրագիրը մեզ կարող է ավելի հոգի հարազատնել, ըստ էության բոլոր ուժերը այլ գաղափարախոսական դաշտում են աշխատում, բացառությամբ դեմոկրատական կուսակցության եւ շատ որոշ մոտեցումների մասով մենք բավական մոտ դիրքորոշումներ ունենք, որտեղ Դեմկուսը նույնպես ձախակողմյան կուսակցություն է, սոցիալ-դեմոկրատական ուղղվածության, այդ առումով որոշ նմանություններ կան։ Մյուս կուսակցությունները դե կոմունիստներին չեմ ուզում հաշվի առնել հասկանալի պատճառներով, լրիվ այլ գաղափարախոսական հոսանք է, իսկ մյուս կուսակցությունները արդեն աչակողմյան ազատական գաղափարախոսության կրողներն են, որը չի տեղավորում ես մոտեցումներ ոչ միայն չեն տեղավորում մեր պատկերացումների մեջ, այլ նաև ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո ըստ էության ամբողջ աշխարհը վերանայում է իր գերազատական մոտեցումները։ Շնորհակալ եմ, այստեղ դրական թե բացասական կարծիքներ կան այդուհանդերձ, ձեր ծրագրերի առումով, բայց շարունակենք հարցը։ Հաջողություն կանդրադառնամ, այո։ Արփի Բեգլարյանը գրում է գրքին, ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը, կարծիք կա, մասնավորապես նշում է, որ կարծիքը Երվանդ Բոզոյանինն է քաղաքագետ, որ այս քարոզարշավը մի տեսակ հոգնած է առանց էներգիայի ու անշունչ։ Դա պայմանավորված է նրանով, որ քաղաքական ուժերը ըստ էության բավական շուտ սկսեցին։ Ֆալստարտի երևույթ մենք ականատես եղանք եւ
Օրինակ նույն ՀԱԿ-ը երկար ժամանակ փորձում էր այդ իր ալիքը վարկանիշային բարձր այդ իր ալիքը պահել մինչև ընտրություններ, դա բնական է հնարավոր չէ եւ կարելի ասել որ ՀԱԿ-ի մասում մենք ֆայլ ստարտի հանդիպեցինք։ Բարգավաճ Հայաստանը բավական վաղուց է սկսել ըստ էության իր նախընտրական քարոզությունը եւ երբ դու ամեն ինչ դնում ես սեղանին, հենց 6 ամիս 7 ամիս առաջ, ոչ թե հոգնում ես այդ պարզապես քաղաքացու համար այդ նույն բանը ամիսներ շարունակ լսելը հոգնածնում է նախ առաջ քաղաքացուն։ Իրականում ոչ թե քաղաքական ուժերն են հոգնել, այլ քաղաքացիներն են հոգնել ամիսներ շարունակ նույն բանը լսելուց։ Եվ այդ առումով շատ քիչ կուսակցություններ կան, որոնք ունեն աճելու տեղ եւ մենք համարում ենք, որ մենք այդ աճի տեղ ունենք, որովհետեւ շատ ժամանակ մեզ մեղադրում էին, թե ինչու բոլոր այդ աշխատանքը տանում են, հանդիպումներ ունենում են, դուք շատ սահմանափակ եք դա անում եւ թեև ակտիվ խորհրդարանական գործունեություն եք իրականացնում, սակայն շատ ակտիվ չեք հենց նույն այդ նախընտրական process-ի մեջ, մենք հասկանում ենք, որ ֆայլ ստարտ անդելը նաեւ բերելու է նրան, որ վերջի 2 ամսում դու նոր ասելիք չես ունենա եւ իզուր չէ, որ ամբողջ աշխարհում նախընտրական արշավը ինչ որ որոշակի ժամանակահատված ունի, երբ բոլորը ունենում են այդ ցանկությունը այդ վերելքը ապահովել հենց այդ նախընտրական շրջանում եւ հաջողության են հասնում այն կուսակցությունները, որոնք իրենց ընտրության օրը տվյալ դեպքում մայիսի 6-ին մոտենում են լավագույն մարզաձևում, այսպես ասած, եւ այդ առումով նրանք ովքեր այսօր վերելքում են, խնդիր ունեն այդ դա պահել, նույնիսկ 20 օրը բավական մեծ ժամանակահատված է, որովհետեւ ընտրական շրջանում ամեն ինչ շատ արագ է փոխվում, պետք է պահեն այդ իրենց մարզաձևը եւ նրանք ովքեր աճի տեղ ունեն, բնականաբար պետք է փորձեն այդ պիկին հասնեն հենց մայիսի 6-ին։ Լավ, նույն օգտատերերոջ երրորդ հարցը, ինչպես կմեկնաբանեք Ստեփան Սաֆարյանի, մենք միասնական շտաբը համարում ենք Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբ հայտարարություն։ Ճիշտ ասած, ես չեմ հասկանում ինչից է այդ հայտարարությունը վերցել, որովհետեւ ես չեմ կարողանում այդ հիմքերը իրականում տեսնել, որովհետեւ նույն ՀԱԿ-ի պարագայում ես չեմ կարծում, որ ՀԱԿ-ը այսօր քայլեր անում մի օգուտ երկրորդ նախագահի։ Ես չեմ կարծում, որ բոլոր լուրջ վերլուծաբանները արդեն հասկանում են, որ Հայաստանի նոր իրավիճակ է պետք, նոր զարգացում է պետք, եւ ես ունեմ անձնական կարծիք, որ ընդհանրապես քաղաքական գործիչների վերադարձը անկախ նրանից թե իրենք նախկինում ոնց են գործել, դա լավ ավանդույթ չէ։ Եթե դուք նայեք ժամանակակից ժողովրդավարական երկրներին, եվրոպական երկրներին, նույն Միացյալ Նահանգներում այնտեղ, Թեկուզ Միացյալ Նահանգներում այնտեղ նման ավանդույթ չկա, որ նախագահը վերադառնա։ Նախկինում եղել են իհարկե, բայց այսօրվա աշխարհը դա չի ուզում։ Օրինակ տեսեք նույն Օբամայի դեմ երբ ուզում են հանրապետականները նոր տեխնացու առաջադրել, իրենք չեն վերադառնում նախկին իրենց տեխնացուին, իրենք նոր մարդ են բերում։ Այսինքն Գերմանիայում, Ֆրանսիայում մարդիկ չեն վերադառնում նախորդների, որովհետև նախորդը եկել է լավ թե վատ աշխատել է, գնացել է, նոր մարդիկ են պետք։ Եթե մենք ուզում ենք զարգացում ունենանք, մենք անընդհատ պետք է կարողանանք մեր միջից, մեր այս 3 միլիոնից եւ ինչու՞ չէ նաեւ 10 միլիոնից ներառյալ տուրքը կարողանանք անընդհատ գտնել նոր մարդկանց։ Հակառակ դեպքում պատկերացրեք, ըստ էության այսօր Հայաստանում միջև հիմա իշխում է այն 20 տարի առաջ ձևավորված քաղաքական էլիտա։ Եվ դա նաեւ խոչընդոտում է քաղաքական դաշտի զարգացման նաեւ երիտասարդների մուտքին։ Դրա համար Հայաստանում անպայման պետք է սերնդափոխության մեխանիզմ ունենա։ Այդ խնդրը ունեն թե կուսակցությունները, թե երկիրը ընդհանրապես։ Եվ մենք օրինակ դա հասկանում ենք, մենք դա գիտակցում ենք եւ մենք բարբերաբար այդ սերնդափոխությունը փորձում ենք անել։ Եթե ընդ որում շատ հաճախ մեզ մեղադրում են, որ տեսեք, դաշնակցությունը ինչ է հին դեմքերով, բայց եթե դուք նայեք մեր դեմքերին, մեր գործիչներին եւ համեմատեք այլ կուսակցությունների շարժհետ, ապա կտեսնեք, որ առնվազն մենք երկու անգամ այդ փոփոխությունը ունեցել ենք այս 20 տարվա ընթացքում, այնինչ այլ քաղաքական ուժերի պարագայում առաջնորդները մնում են նույն մարդիկ։ Դա ճիշտ ճանապարհ չէ զարգացման համար։ Իսկ կոնկրետ Ստեփան Սաֆարյանը ինչ է նկատի ունեցել, ես կարծում եմ այստեղ ուրիշ խնդիր է։ Ժառանգությունը կարծում եմ պարզապես փորձում է իրեն դրսևորել որպես ինքնուրույն առանձին ֆիգուր եւ ինչ որ ձև պետք է հիմնավորի, թե ինչու այն մարդկանց հետ ինքը չի ուզում, այսպես ասեմ, ընկերություն անել, ինչի չի ուզում համագործակցել եւ ցավոք սրտի պիտակավորելը, որ չգիտեմ, Արան Նրանյան, այս ինչի մարդն է, Ղալեչյանը, այս ինչի մարդն է, դա մենք վատ ավանդույթ է, մենք շատ ենք սիրում պիտակավորել եւ չենք մտածում, որ դրանով նաեւ մենք վիրավորում ենք մեր գործընկերներին։ Բարի, ինչպես տեսնում եք, միշտ ակտիվ են լրագրողները, Արփի Բեգլարյանին հաջորդում է Առավոտ օրաթերթի լրագրող Նելի Բաբայանի հարցը։ Պարոն Նրանյան, այսօր կարծիք կա, որ ընդդիմության լիդերը ժառանգությունն է, ոչ թե Հայ ազգային կոնգրեսը, դուք ինչ կարծիք եք։ Ճիշտ ասած, կապ չունի ժառանգության թե ՀԱԿ-ի մասին խոսենք, թե տվյալ դեպքում նաև կարող եմ մեզ ասել, այստեղ ընդդիմություն չեն դառնում մեկ օրում։ Գիտեք, 3
հակներ, այսօր զարթնեցինք մեկ է ժառանգություններ, վաղն է դառնում է դաշնակցություն, ընդդիմությունը դա մի կազմակերպական կառույց ունեցող քաղաքական մի հոսանք է, որը ցանկություն ունի բարեփոխել երկիրը եւ բազմաթիվ հարցերով ունի ընդդիմադիր դիրքորոշում այդ քաղաքական ուժին։ Հայաստանում ցավոք սրտի գաղափարական բանավեճ եւ գաղափարական ընդդիմությունը ստեղծան, որպես այդպեսին բացի մեզանից չկա, որովհետեւ հիմնական մյուսների թեզ հետեւյալն է, դուք լավ չեք ղեկավարում երկիրը, թողեք գնացեք ես կամ։ Այսինքն թեզ հետեւյալն է, ձեր նախարարները լավը չեն, ձեր վարչապետը լավը չի, ձեր նախագահը լավը չի, մենք պետք է գանք, մենք դառնանք նախագահ, մենք դառնանք վարչապետ, մենք դառնանք պատգամավոր կամ նախարար։ Իսկ ինչի համար, այդ ինչի համար մի քիչ հասկանալի չի։ Հատկապես որ գաղափարախոսական առումով շատ նույնն են եւ շատ նաեւ հասկանալի չի, եւ խոսքը գնում է այն ուժերի մասին, որոնք արդեն եղել են։ Եվ արդեն եղել են, մենք արդեն տեսել ենք ինչպես է լինելու։ Հիմա նաեւ ցանկալի է այդ նույն ուժերը ներկայանան ավելի նոր մարդկանցով։ Հիմա ժառանգության պարագայում ըստ էության այսօրվա ժառանգությունը բրենդ է։ Ինքը վատ բրենդ չէ, լավ բրենդ է, բայց այսօրվա ցանկը եւ նայում եմ ես չեմ այսօրվա ժառանգություն համարում այն ժառանգությունը, որոնց հետ մենք 5 տարի միասին աշխատել ենք խորհրդարանում։ Դա ըստ էության ժառանգությունը մնացել է բրենդ է եւ գնահատել, որ նոր մարդկանցով, լրիվ տարբեր մարդկանցով, լրիվ տարբեր տեղերից եկած մեկ քաղաքական ակումբում հավաքված խումբը կարող է ցանկի հրապարակումից 2 օր հետո դառնա թիվ 1 ընդդիմությունը, դա ինձ համար զարմանալի է։ Ես կարծում եմ, ես համոզված եմ, որ այսօր իրական ընդդիմությունը մենք ենք, մեր կուսակցությունն է, որովհետև մենք ենք տանում համակարգային փոփոխությունների եւ մենք չենք ասում, որ գիտեք, եթե միայն վարչապետին փոխեն, այսինչ խնդիրը կլուծի, կամ գիտեք, այսինչ նախարարները լավ չեն աշխատում, մենք լրիվ ուրիշ խնդիր ենք դնում։ Նույն տնտեսական քաղաքականության մեջ լրիվ արմատական փոփոխությունների ենք մենք առաջարկում։ Արտաքին քաղաքականության մեջ մեր մոտեցումները կտրականապես տարբերվում են ներկայիս իշխանության մոտեցումների հետ եւ ցույց տվեք ուժեր, որոնք այդ սոցիալ-տնտեսական եւ արտաքին քաղաքականության մասում երկու մասով է ավելի արմատական են ընդդիմադիր իշխանությանը, քան մենք։ Նման ուժեր որպես այդպեսին գոյություն չունեն։ Լավ, պարոն Նորանյան, ժամանակն արդյունավետ օգտագործելու համար պիտի խնդրեմ կարճ պատասխանեք բոլոր հարցերին, հարցերը շատ են։ Գևորգ Գևորգյան, պարոն Նորանյան, դուք ծառայել եք բանակում, բլից հարցերի ձևակերպել։ Շատ լավ հարց է, ես չեմ ծառայել բանակում առողջական խնդիրների պատճառով։ Ինչով եք զբաղվել 95-ից 97 թվականներին, կարծես դա ձեր կենսագրության մութ ժամանակահատվածն է։ Չէ, մութ ոչ թե մութ ժամանակաշրջան է, պարզապես եթե քո աշխատանքային գրքույկում 90, իրականում մութ ժամանակաշրջան 96 թիվն է, եթե դու չունես աշխատանքային գրքույկում գրառում, ապա քո կենսագրության մեջ չի կարող այդ ժամանակահատվածը լինել։ Խնդիրը կայանում է նրանում, որ ես ունեցել եմ այդ ժամանակաշրջանում վիրահատություն եւ վերականգնողական շրջան եւ դա եղել է 95 թվականի դեկտեմբերից մինչեւ 96-ի կեսը։ Եվ այդ ժամանակահատվածում ես եղել եմ Հայաստանում եւ նաեւ Նիկոլ Աբալյան ուսանողական միության անդամ եմ եղել, նաև ակտիվ մասնակցել եմ այդ ընդդիմադիր շարժման ուսանողական, որը եղել է 90-ականների կեսերին։ Ինչու պետք է իմ ձայնը տամ ՀՅԴ-ին, ինչ անում ՀՅԴ-ն գործնականում, որ մյուսները չեն անում։ Հայ հեղափոխական դաշնակցությունը այսօր Հայաստանում միակ կուսակցությունն է, որը համապատասխանում է աշխարհում ընդունված քաղաքական կուսակցության դասական սահմանմանը։ Կուսակցությունն ունի կազմակերպական կառույց, կուսակցությունն ունի ընտրության համակարգ իր ներսում, ունի գաղափարախոսություն եւ ծրագիր եւ ունի ավանդույթներ։ Աշխարհի բոլոր կայացած կուսակցությունները ունեն 100 կամ եւ ավելի տարվա պատմություն։ Եվ շատ հաճախ երբ որ մենք ասում ենք, որ գիտեք, կուսակցությունը դաշնակցությունը ծեր է, դա պարզապես քաղաքագիտական առումով ծիծաղելի եւ մեր ոչ գրագետ մոտեցում է, որովհետեւ Ֆրանսիայի սոցիալիստները, Իսպանիայի, Իտալիայի սոցիալիստական կուսակցությունները, ես էլ չեմ ասում պահպանողական կուսակցությունը, որը 18-րդ դարին Անգլիայի 18-րդ դարին վերջում է հիմնադրվել, բոլոր այդ կուսակցությունները 100 եւ ավելի տարվա պատմություն են։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատները, այսինքն կուսակցությունը ժամանակակից ոճի եւ իսկապես քաղաքական կուսակցություն է, որին մենք պարզապես սովոր չենք։ Հայաստանում իրավիճակի տարբերությունը ԱՊՀ մյուս երկրների հետևյալն է, որ եթե օրինակ Լեհաստանում տերմինը առաջացավ բազմոցային կուսակցություններ եւ անդամների թիվը տեղավորվում է մի բազմոցի վրա, ԱՊՀ-ում մենք նույնիսկ տեսանք բազկաթոռային կուսակցություններ Հայաստանում եկան, երբ մի գործիչ է եւ ինքը ասում է ես կուսակցություն եմ։ Մենք այդպիսի մարդկանց ինչ որ չգիտեմ ինչի ընդունում ենք եւ հասարակությունը ընկալում է որպես կուսակցություն, այնինչ երբ այդպիսի մարդիկ հետխորհրդային երկրներից գնում են եվրոպական երկրներ եւ ասում են գիտեք մենք կուսակցությունը 3 տարի առաջ ենք հիմնադրվել մեր
ավելի փորձառու եվրոպական գործընկերներ քննիցաղով եմ վերաբերում, որտեղ իրենք հասկանում են, որ եթե խորհրդային ժամանակաշրջանում ասել, որ ես կուսակցություն եմ, դա նշանակում է պետք է տասնամյակների ժամանակաշրջան անցնի, որպես դու ապացուցես, որ եղել ես եւ իշխանություն, եւ ընդդիմություն, եւ դու մնացել ես քաղաքական կուսակցություն։ Դաշնակցությունը ավանդույթներ ունեցող կուսակցություն է, դաշնակցությունը կառույց ունեցող կուսակցություն է, ունի գաղափար եւ ծրագիր, եւ ամենակարևորը դաշնակցությունը եղել եւ շարունակել է գործել։ Այսօր ձայն տալով եւ աշխատելով կուսակցությանը դուք նաեւ կարող եք հետո հաշվետվություն պահանջել եւ կարող եք աշխատել այդ կուսակցությունից նաեւ հետագայում։ Մենք մեկ օրվա կուսակցություն չենք եւ շատ պատասխանատու ենք վերաբերում մեր գործողություններին եւ դրանով է նաեւ շատ ժամանակ պահպանված ինչ պայմանավորված այն հանգամանքը, որ մենք ասում ենք ինչու կտրուկ բաներ չեք անում։ Մենք շատ բաներ ամեն ինչ հաշվի ենք առնում, որովհետեւ մենք զգում ենք այդ պատասխանատվությունը։ Մենք հասկանում ենք, որ մյուսները կարող են թողել գնան երկրից եւ ընդհանրապես քաղաքական ասպարեզից, բայց պատասխանատվություն դաշնակցության վրա Հայաստանի եւ հայ ժողովրդի ճակատագրի համար միևնույն է մնալու։ Լավ, շնորհակալ եմ, այստեղ թեպետ արդեն դուք պատասխանացիք, որ ձեզ համարում եք ընդդիմադիր ուժ, բայց հարց կար Հայաստանում ընդդիմադիր ուժ կա, այո, Գևորգ Գևորգյան, պարոն Նարայանը պատասխանեց։ Հաջորդ հարցը հանրապետությունից դուրս գործող դաշնակցականները սատարում են հայաստանյան կուսակիցներին եւ ինչպես կարծում եմ նրանք վաղուց երես են թեքել տեղի գրասենյակից։ Մի կարճ ռեպլիկ ուղղակի ինձ կա, ընդհանրապես նախընտրական շրջանում բացի նրանց այն կուսակցությունից, որը առանցքն է իշխանության, բոլորը ըստ էության ընդդիմադիր են դառնում այս շրջանում, որովհետև փորձում են իրենց տեղերը ավելացնել։ Եվ բնական է փորձում են ավելացնել այն ամենամեծ կուսակցության հաշվին, եւ ստացվում է, որ ըստ էության նախընտրական շրջանում շատ ավելի կարևոր է թե ինչ ձայներով եւ ինչ թիմով ես, ինչ քաղաքական ուժերի հետ ես մտնում խորհրդարան եւ ինչ պոտենցիալ ես տեսնում հետագայում իրանց հետ համագործակցելու, որովհետեւ այս պահին ասել, որ այս ուժը ընդդիմադիր կամ ընդդիմադիր չէ, որովհետև մենք տեսել ենք նաև ընդդիմադիր դաշտում այսպես կոչված ականներ, դա ձեր նաև լրագրողները շատ են օգտագործում այդ տերմինը, այնպես որ շատ զգուշ է պետք վերաբերել այս կամ այն ուժին ընդդիմադիր կամ իշխանական կոչելուց, ավելի շատ պետք է հասկանալ ինչ է լինելու ընտրությունից եւ ինչ դաշինքներ եւ ինչ հնարավորություններ կան իշխանապողության համար։ Լավ, իսկ հաջորդ հարցի առումով հանրապետությունից ուրեմն դաշնակցության կառույցները գործում են ապակենտրոն։ Դա ավանդական է, գալի եւ Լիբանանի, Սիրիայի Միացյալ Նահանգների կառույցները իրենք ունեն իրենց խնդիրները եւ իրենց կենտրոնական կոմիտեները։ Հայաստանի կառույցը լրիվ ավտոնոմ եւ առանձին գործող կառույց է եւ Հայաստանի առնչվող հարցերով մենք բոլոր խնդիրները լուծում ենք այստեղ եւ ինքնուրույն նույնն էլ իրենք այնտեղ։ Մենք դեպքում ինչու է այսպիսի կարծիք ձևավորվել մարդկանց։ Ես չգիտեմ ինչ պետք է անեն, մենք մեր ընկերների հետ միշտ էլ կապի մեջ ենք, մենք իրենց հետ միշտ էլ աշխատում ենք, կուսակցությունը աշխատում է այնպես ինչպես կա, իսկ այդ ապակենտրոն կառույցն էլ միշտ էլ դա եղել է։ Ես ճիշտն ասած չգիտեմ ինչ է այդ կարծիքը, որովհետև եւ շփումները կան, ամեն ինչ շարունակվում է այնպես ինչպես կա։ Ես ուղղակի ուտում եմ հաշվի առնել, որ դաշնակցության կառույցները տարբեր երկրներում ըստ էության դրանք լրիվ առանձին կառույցներ են, որոնց գործունեությունը համակարգում է դաշնակցության բյուրոն։ Ծովինար Գևորգյանը գրում է, պարոն Նրանյան, եթե կառավարության մաս կազմակերպության պորտֆելը դարձյալ կվերցնեք, կա նախընտրելի թեկնածու արդյոք կարող է արդյոք ՀԴ-ն կարգավորել այն քաոսը, որ այսօր տիրում է կրթական ոլորտում։ Մենք ընդհանրապես չենք քննարկել այսօր որևէ պորտֆելի խնդիր, ոչ ինքներս մեր մեջ, ոչ ինչ որ շփումների դաշտում, մենք ընդհանրապես այդ խնդրին չենք անդրադառնում, որովհետև առաջի խնդիրը դա մայիսի 6-ին հաջողություն ունենալ, այնպիսի արդյունք ունենալ է, որը թույլ կտա ձևավորել այնպիսի իշխանություն, որը ընդունելի կլինի նախ եւ առաջ հասարակության համար, լինի ինքը Facebook-ի օգտատեր, թե այլ քաղաքացի, ընտրությունների արդյունքները պետք է ընդունելի լինեն բոլորի համար։ Դա թիվ 1 խնդիրն է։ Իսկ ինչ վերաբերում կրթական համակարգին, ամենաշատ ինձ այսօր մտահոգում է քաղաքականացումը, ավելի շատ կուսակցականացումը։ Երբ մտնում ես բու, երբ օրինակ երիտասարդը կրծքանշանը կպցրել է եւ մտածում է այդ կրծքանշանով ինքը թվանշան է ստանալու։ Այսինքն Դաշնակցության օրենք այդպես չէ, երբ կրթության նախարար Սպարտակ Սերյանյանը ոչ, հակառակը ես ինձ կասեմ, որ շատ հաճախ մեղադրանքներ էին լսում, որ այն ժամանակ երբ դաշնակցական նախարարը, կրթության նախարարը այլ կուսակցությունների ներկայացուցիչներ էին, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, տնօրենները դառնում են այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, այլ կուսակցությունների իշխանական կոալիցիա մաս կազմող կուսակցությունների պարտադրանքով։ Մենք նման բան երբեք չենք արել եւ որևէ քաղցարար չի կարող ասել, որ իրեն պարտադրել են դառնալ կուսակցական եւ առավել եւս կրել կրծքանշան։ Կրծքանշանի հետ մանյան ավելի շատ սկսվեց վերջի 3 տարվա նախկինում այդպիսի ցենց մոլուսկով կրծքանշան կրելու հարցը այդքան էլ դրված չէր։
Լավ, Ջուլիետ Արոշանյանը հարցնում է, քանի որ դուք միացել եք միասնական շտաբի ստեղծման գաղափարին, ուզում եմ հետաքրքրվել, ինչ գործունեություն է այն այսօր ծավալում, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դա պարզապես թղթի վրա մի կառույց է, ինչպես է այն աշխատելու եւ ինչ շոշափելի օգուտներ է բերելու ձեզ։ Ես չեմ կարող այս պահին մանրամասները լրիվ ներկայացնել, որովհետև դրանով զբաղվում են իմ այլ գործընկերները, բայց նախ ասեմ, որ միասնական շտաբում ամենակարևորը մենք պետք է հասկանանք, թե ում շահերն են համընկնում մեր շահերի հետ, այսինքն եթե մենք ունենք ընդհանուր շահեր, համագործակցության եզրերը միշտ է կգտնեն։ Եւ ամենակարևորը մեզ սպասում է առջևում։ Ամենակարևորը մեզ սպասում է մայիսին, վերջի օրերի ընտրությունը եւ ընտրությունից հետո եւ նաեւ համատեղ հնարավոր արձագանքները տարբեր ընտրախախտումներին կամ այն խնդիրների, որոնք կարող են առաջանալ ընտրությունների ժամանակաշրջանում։ Այսինքն հիմա հենց այս պահին ինչ որ խնդիր ակնկալել, երբ նույնիսկ քաղաքական ուժերը իրենց մեջ չեն կարողանում ինչ որ հարցերի շուրջ ընդհանուրի գալ, մի քիչ դժվար է, բայց բոլոր դեպքերում Արմեն Ռուստամյանն հայտարարեց, որ յուրեղանալու process է գնում, այսինքն երբ ավելի հստականա շտաբի խնդիրները, շտաբի կազմը, ես կարծում եմ նաև արդյունքներ տեսնենք, ի վերջո չբացառենք, որ գալու են պահեր, երբ ինչ որ երևույթներ են տեղի ունենալու եւ շտաբը այդ ժամանակ պետք է արձագանքի։ Այս պահին ես կարծում եմ նման կոնկրետ ինչ որ գործողությունների հարց օրակարգում չկա։ Լավ, Շուշանիկ Օհանջանյան, ինչ կարծիքի եք Դաշնակցության համամասնական ցուցակի մասին։ Դուք արդարացիք համարում, որ ձեր անուն ցուցակի 12-րդ հորիզոնականում է, իսկ ամենաակտիվ падգամավորներից մեկ ուրիշի Լիլիթ Գալստյանին է 20-րդ։ Որքան էլ որ դուք պնդեք, որ դա անցողիկ է, Դաշնակցության համար դժվար թե անցողիկ լինի եւ հավելում եմ, թե այսպես է ՀՅԴ-ն գնահատում լավ աշխատանքը։ Այն ժամանակ 2007 թվականին ես եղել եմ նախընտրական այդ համասնական ցուցակի 3-րդ տասնյակում, բայց ինչպես ասում եք դարձել եմ падգամավոր, բայց ինձ համար եւ կարծում եմ նաեւ իմ ընկերների համար ինքնանպատակ չէ դառնալ падգամավոր եւ կարծում եմ, որ կյանքը ոչ սկսում է, ոչ էլ ավարտվում է падգամավոր դառնալով եւ անկեղծ ասած ես խղճում եմ այն մարդկանց, որոնք երազում են եւ շատ են ուզում դառնալ падգամավոր, որովհետեւ падգամավոր լինելը դա ծանր, բավական ծանր աշխատանք է եւ մեծ բեռ, բայց բացի падգամավորից նաեւ կան շատ այլ գործունեություն եւ գործունեության տեսակներ, որտեղ մարդը կարող է հաջողել եւ մենք օրինակ մեր պարագայում մենք ավելի շատ կարեւորում ենք ընդհանուրի հաջողությունը, որովհետեւ եթե մենք կարողանանք շատ ավելի մեծ ձայներ ունենալ, քան ունեցել ենք 2007-ին, շատ ավելի շատ տեղ ունենանք խորհրդարանում, քան ունեցել ենք 2007-ին, ապա աշխատանքի դաշտը շատ ավելի մեծ է լինելու, քան միայն խորհրդարանում հայտնվելը, բայց ես կարծում եմ, որ կոնկրետ մեր պարագայում նաեւ շատ դժվար է ասել, որովհետեւ շատ հաճախ մենք տեսնում ենք եւ ցուցակից մարդիկ են դուրս գալի եւ ավելի հետին թիվ զբաղեցնող անձն է մտնում խորհրդարան, այնպես որ մենք դա չենք ուզում կարևորենք, որովհետեւ մեր մեջ ցանկի պայքար, ցանկի տեղի կռիվ չկա եւ փառք Աստծո, որ այդ առումով մենք շատ տարբերվում ենք եւ կարծում եմ, ես հասկանում եմ իրենց մոտեցումները, բայց նաեւ եկեք ընդունենք, որ այն ժամանակ շատ ու շատ նոր մարդիկ եկան առաջ, դուք չէ որ չէիք ճանաչում իրենք, բայց իրենք մտան, դրսևորվեցին եւ հասարակությունը կարծես ընդունեց այդ մեր նոր խմբակցության նոր անդամներին։ Ես հույս ունեմ, որ եւ համոզված եմ մայիսի 6-ից հետո այն նոր անդամները, որոնք կդառնան խորհրդարանի մեր խմբակցության անդամ, նույնպես կընդունեն եւ քաղաքացիներ իրենց կարծիքը կփոխեն եւ կընդունեն, որ մենք ճիշտ ենք անում, որ հենց պարբերաբար այդ փոփոխությունը կատարվում է։ Մենք միշտ խոսում ենք սերնդափոխության մասին, մի քիչ առաջ խոսում ենք այդ դեմքերը փոխելու մասին եւ նաեւ ինքներս եկեք ընդունենք, որ պետք է ինքներս նաեւ այդ քայլին կարողանանք գնալ։ Լավ, Նելի Բաբայան հարցնում է պարոն Դրանյան, ՀԱԿ անդամ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն օրերս ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը գնահատելով ասաց, Դաշնակցության ծրագիրը սոցիալիստական է, բայց ճիշտ ծրագիր չէ։ Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ։ Ճիշտ ասած չեմ լսել այդպիսի մեկնաբանություն եւ մանրամասներով չեմ կարող ասել ինչ է նկատի ունեցել Հրանտ Բագրատյանը, բայց բոլոր դեպքերում կարող եմ ասել, որ մեր ծրագիրը տալիս է նոր տնտեսության մոդելը, Հայաստանի նոր տնտեսության մոդելը եւ մենք պատրաստ ենք ցանկացած քաղաքական ուժի տնտեսական թիմի հետ ուղի եթերում բանավիճել մեր ծրագրային դրույթների վերաբերյալ եւ տեսնել, թե որ դրույթը իրենց համար ճիշտ չէ, որ դրույթը իրենց համար ընդունելի չէ։ Մեր ծրագիրը իրականում համապատասխանում է համաշխարհային այսօրվա միտումներին, հաշվի առնում միջազգային փորձը, Հայաստանի
հնարավորությունները, մեր երկրի հնարավորությունները եւ նաեւ այն մարտահրավերները, որոնք մենք պարտավոր ենք լուծել։ Առանց այդ լուծումի մենք չենք կարող ունենալ հզոր պետություն։ Լավ, Արմինե Գևորգյան, պարոն Նրանյան, ՀՀԴ նախընտրական ծրագրում գրել եք, որ յուրաքանչյուր տարի 5000-ից 6000 կարիքավոր ընտանիք կապահովվի սոցիալական բնակարանով, բայց չեք մատնանշում ինչ ուղիներով։ Չեք կարծում, որ ՀՀԴ ծրագիրը շատ հավակնոտ է ու ոչ իրատեսական։ Ես առաջարկում եմ հարգելի Արմինեին, հասկանալի որ նախընտրական ծրագրի մեջ այդ մի փոքր բաժնում ձևը չես կարող ասել, բայց ուղղակի խնդրում եմ եւ հիմա ցույց կտամ, հարգելի Արմինե, սոցիալական բարեփոխումները Հայաստանում այս գրքույկը տեղադրված է թե irfd.info կայքում, թե Marufyan Foundation.org կայքում, ուրեմն Ebert հիմնադրամի աջակցությամբ եւ Հրար Մարուֆյանի հիմնադրամի աջակցությամբ իրականացրեցին հետազոտություններ առողջապահության, զբաղվածության եւ բնակարանային ապահովման ոլորտում, բնակարանային ապահովման ռազմավարությունը մշակվել է մի խմբի կողմից, որի ղեկավարը ես եմ եղել, եւ այստեղ բավական մեծ տասնյակ էջերով փաստաթուղթ է, որը վերլուծում է Հայաստանի ներկա վիճակը, նաեւ բյուջետային հնարավորությունները եւ շինարարության ծավալները, միջազգային փորձը, տասնյակ երկրների փորձը ուսումնասիրված եւ նաեւ ներկայացում է թե ինչ մոդելով ենք մենք այդ խնդիրները լուծում։ Այս ծրագիրը կայքեջերում կա, եթե ուզում են տպագիր տարբերակով ստանալ, կարող են մոտենալ Դաշնակցության բյուրոյի գրասենյակ եւ Մարուֆյան հիմնադրամի գրասենյակից ստանալ։ Ծրագիրը ամբողջապես համապատասխանում է թե տնտեսության կարիքներին, թե հնարավորություններին եւ շատերը շատ հաճախ երբ նայում են մեր ծրագիրը, իրենց բոլորին թվում է թե ծրագրում մենակ փող ծախսել կա եւ միշտ ասում են փողը որտեղից։ Սա նաեւ փող վաստակելու ծրագիր է։ Ցանկացած ծրագիր, որ մենք դնում ենք մեր բյուջեին, դա ծախսելու միայն ծրագիր չէ։ Ցանկացած տեղ որտեղ մենք գումար ենք ծախսում, մենք ակնկալում ենք, որ այդ գումարը պետք է վերադառնա։ Եվ այս ծրագիրը կարող է լինել իսկապես մեր տնտեսության լոկոմոտիվներից մեկը, որը ոչ միայն տնտեսությունը կաշխուժացնի, այլ նաեւ իրական խնդիրներ կլուծի։ Մանրամասների համար նույնիսկ եմ կրկնում, գրեթե 100 էջ ծրագիրը ես առաջարկում եմ ուսումնասիրել, ծանոթանալ եւ եթե առանձին նաեւ միայն այս թեմայով կլինի հարցազրույց, հաճույքով կպարզաբանեմ, որտեղ բավական ծավալուն է։ Եվ մենք ունենք 3 րոպե, հուսամ կհասցնենք Եվ կներեք իդեպ 5-6000-ը շատ փոքր թիվ է, ես նախագծում առաջարկում եմ 7-8000 գրել, իմ գործընկերները իջեցրեցին, որպեսզի թիվը ամբողջությամբ տեղավորվի ամենահորատեսական սցենարի մեջ։ Ես իրականում համոզված եմ ամբողջական ծրագիր իրականացնելու համար 5-6000-ը մեծ թիվ չի, ամբողջ Հայաստանի համար 1 տարվա դրվածք։ Արդեն 2 րոպե ունենք, ինչպեսի Հայաստան կունենանք մայիսի 7-ին, Վանիկ Էլիզբարյան 2 րոպեին փորձենք կարճ ասել, հետո կշարունակենք։ Ես ուզում եմ ամենակարևորը մայիսի 7-ին ունենանք այնպիսի Հայաստան, որ յուրաքանչյուր քաղաքացի ընդունի, որ այն Հայաստանը, որը ծնվում է մայիսի 6-ից հետո, այն Հայաստանն է, որը ինքն է ուզում։ Մեր քաղաքացիները գնում են շատ հաճախ ընտրություն են կատարում եւ չեն տեսնում ընտրության եւ իրենց մոտեցման կապը։ Մեծ մասը դժգոհ է իշխանությունների, բայց նույն հարցումների համաձայն մեծամասնությունը ձայնը պատրաստվում է տալ իշխող կոալիցիայի անդամներին։ Այդպիսի մոտեցման դեպքում մենք փոփոխություն չենք ունենա։ Մեր քաղաքացիները պետք է շատ լուրջ մոտենան ընտրությանը եւ հասկանան, որ մայիսի 7-ին իրենք ունենալու են այն երկիրը, յոքուտ որի քվեարկելու են մայիսի 6-ին։ Եվ ես շատ եմ ուզում, որ մեր քաղաքացիները ընդունեն, որ եթե լավ երկիր է լինելու մայիսի 7-ին, դա մենք միասին արեցինք, եթե վատն է լինելու, նույնպես մենք բոլորս մեղավոր ենք։ Շատ կարևոր է, որ այդ արդյունքները ընդունելի լինեն եւ ես շատ եմ ուզում, որ նաեւ մեր հասարակության մեջ այդ ցնցումները եւ զոհերը, որոնք տեղ ունեցան, 4 տարի առաջ չկրկնվեն։ Ես կարծում եմ մենք արդեն բավական հասուն ենք, որպեսզի այդ իրավիճակներում երկրորդ անգամ չայտնենք։ Ցնցումներ չեն լինի, չեք։ Ես կարծում եմ ցնցումներ չեն լինի, որովհետեւ հուսով եմ եւ իշխանություններն են հասունացել դրա համար եւ ընդդիմությունը շատ ավելի զգուշ կլինի իր քայլերի մեջ։ Իրինա Ամիրյանի հարցից սկսենք, որքանով է հնարավոր եւ իրականանալի համարում Հայ հեղափոխական դաշնակցության համագործակցություն ընդդիմադիր Հայազգային կոնգրեսի հետ։ Ապագա խորհրդարանում միասին կոալիցիա կազմելը, եթե հաշվի առնենք Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիների դաշնակցականների եւ նրանց պատկանող լրատվամիջոցների նկատմամբ իրականացված հալածանքները, կարծում եք ՀԱԿ-ը հիմա ավելի դեմոկրատ է։ Իդեպ ես կապես իմ քաղաքական գործունեությունը եւ կուսակցության անդամ դարձել եմ այդ տարիներին առաջին նախագահի տարիներին, կառավարման տարիներին եւ որպես ուսանողական միության անդամ ակտիվ գործունեություն իրականացնեց այդ տարիներին եւ իմ աչքի առաջ այդ ամենը, երբ օրինակ մեր գրասենյակներից մեկը, որտեղ նաեւ աշխատում էի,
անվտանգության ծառայության կողմից փակվեց եւ մեր գույքը ամբողջությամբ բռնագրավեց, ընկերներս նաեւ նստեցին, օրինակ Գեգամ Մանուկյանը, որ այդ գրասենյակի տնօրենն էր։ Ուզում ասեմ, այդ ամենը բավական վառ հիշողությունների մեջ եւ այսօրվա երիտասարդները, որոնք կարծում են, որ իրանք դեմոկրատիայի համար են պայքարում, ցավոք չեն հիշում 95-96 թվականի ընտրությունները, բայց ինչևից է, ժամանակները շարժվում են եւ փոխվում են, բայց բոլոր դեպքերում ցանկացած քաղաքական գործիչ, ով որ կասի, որ ինչ որ մի բան անհնարին է, ուրեմն ինքը քաղաքական գործիչ չէ։ Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է եւ ոչինչ բացառել չի կարելի, բայց բոլոր դեպքերում մեզ համար մի բան միանշանակ է, հստակ է, որ մենք ինչ էլ որ անենք, անելու ենք հանունի։ Մենք պետք է հասկանանք ինչ ենք անում, հանուն ինչի եւ ինչ արդյունք ենք ստանալու։ Եթե խոսակցություն լինի պարզ, եկեք հավաքենք միասին պաշտոններ կիսենք, ոչ։ Եթե եկեք միավորվենք, այսինչ մեկին ինչ որ մի վատություն անենք, այսպես հայերեն ասած, ոչ։ Մենք ինչ ենք ուզում ստեղծենք, ինչ ենք ուզում կառուցել։ Եթե այդ ամենը տեղավորվում է մեր գաղափարախոսության մեջ, մեր նախընտրական ծրագրերի մեջ, ի վերջո բոլոր քաղաքացիները անկախ նրանց իրենք թե որ քաղաքական ուժին են հարում, որ քաղաքական ուժի կազմում են, ում են ընդունում եւ այլն, իրենք բոլորն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Եվ դաշնակցությունը եւ դաշնակցության գործիչները, երբ ինչ որ մի բանի մասին մտածում են կամ ծրագրում են, իրենք չեն մտածում դաշնակցականների մասին։ Իրենք առաջադեմ մտածում են ամբողջ ժողովրդի եւ հասարակության մասին։ Եվ մեր քաղաքականությունը բխելու է բացառապես այդ շահից։ Եթե այդ քայլերը բխելու են համապատասխանելու են մեր երկրի շահերին, եթե ինչ որ ծրագրերում մենք կարող ենք ունենալ հաջողություն առաջխաղացում, լինի արտաքին ճակատը, ներքին ճակատը, մենք կհամագործակցենք ցանկացած քաղաքական ուժի հետ, բայց դա պետք է լինի նույնիսկ կրկնեմ հանունի համար եւ մենք պետք է հասկանանք ինչի համար ենք աշխատում այսօր։ Լավ, նույն օգտատերը մեկ հարցել է գրել, պարոն Նրանյան, ինչ հիմքեր ունենք հավատալու, որ դաշնակցությունը կեղծ ընդդիմություն չէ։ Եթե ՀՅԴ-ն անկեղծորեն է քննադատում իշխանություններին առանց ստվերային պայմանավորվածությունների, ապա ինչու օրինակ ՀՅԴ ղեկավար անդամները չեն զրկվում իրենց բիզնեսներից։ Ինչպես է նրանց հաջողվում համ քննադատել, համ չտուժել, չէ՞ որ հայաստանյան իրականությունը բոլորովին այլ է։ Ես կարծում եմ, որ այսպիսի հարցերը պետք է որ անցյալում ունեն, որովհետև երբ դուրս ես գալի իշխանության կազմից, միշտ դրնական շրջանում, եւ դա բոլոր երկրներում այդպես է, հասարակությունը մի տեսակ վերապահումով է նայում այն քաղաքական ուժին, որը մինչ այդ իշխանության մաս էր։ Եվ այս խոսակցությունները վաղուց դադարել են, եւ թեև հարցը տրվեց եւ կարծես թե ոչ մեկի մոտ այսօր նաեւ այլ քաղաքական ուժերի մոտ նման կասկած չկա, որ դաշնակցությունը կարող է կեղծ ընդդիմություն է, բայց բոլոր դեպքերում պատասխանեն, որ կապված բիզնեսների ճիշտ ես չեմ հասկանում ինչ բիզնեսների մասն է խոսքը, որովհետև Կուսակից ընկերների գիտեք, ինչ եք ուզում, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին կամ պետք է աշխատի պետական կառավարման համակարգում, կամ պետք է ունենա ինքը ինչ-որ բիզնես, կամ ինքը պետք է աշխատի որպես վարձուաշխատող ինչ-որ մեկի մոտ բիզնեսում։ Այսինքն դուք ուզում եք անպայման որ դաշնակցության բոլոր անդամները, եթե պետական կառավարման համակարգումն աշխատում, ասում են դուք ուրեմն իշխանության հետ եք։ Եթե ինքը ինչ-որ մի հատ փոքրիկ խանութ կամ փոքրիկ մի հատ սրճարան ունի, կամ թեկուզ մեծ սրճարան ունի, դուք դա համարում եք այս միլիարդների մեջ, այս ամբողջ ստվերային տնտեսության մեջ, եթե դուք դա համարում եք մեծագույն նվաճում դաշնակցության համար, ապա ես ուղղակի չգիտեմ, որովհետև ես նրանք ովքեր այդպես կարծում են, որովհետև չէ, որովհետև գիտեք ինչ, իրականում իսկապես քաղաքականությունը շատ է ազդում տնտեսության վրա, բոլորս էլ դա հասկանում են, բայց կան այդ չափերի աստիճան, հիմա վաղը չեմ իսօր, եթե օրինակ մեկը մի հատ ինչ-որ մի փոքրիկ խանութ կամ ինչ-որ մի տաղավար վերց կամ մի փոքրիկ արտադրություն կազմի, ուրեմն անպայման մենք իրեն պետք է վերագրենք, որ ինքը իշխանության հետ կապված, այսինքն ինչ անի այդ մարդը, ինչպես ապրի, ինչպես աշխատի, արտագաղթի, թե անպայման գնա կրծքանշանը կպցնի եւ մի ձևի մտնի ինչ-որ sense պետական համակարգում։ Մարդիկ ի վերջ աշխատում են եւ նաեւ պետք է հասկանանք, որ ինչ-որ բաներ, որ մեր ընկերները ունեն, դա նաեւ իրենց անձնական շնորհքն է, իրենց գումարներն են, իրենց ներդրումներն են եւ իրենց աշխատասիրության արդյունքն է եւ եթե իշխանությունը այս կամ այն ձևով փորձում է ճնշումներ գործադրել այս կամ այն գործի վրա, դա չի նշանակում, որ դու պետք է հրաժարվես քո գործունեությունից։ Ինչ է նշանակում, եթե մենք իշխանություն ենք, մեր ընկերը պետք է այդ գործով զբաղվի, եթե մենք ընդդիմություն դարանք, ինչ անենք, ծախենք, փախնենք, գնանք, այսինքն ինչն է խնդիրը, ուզում եմ հասկանամ, եւ ինչ բիզնեսի մասն է խոսքը, բենզին եք ներկրում, չգիտեմ, ինչ խոշոր, ինչի մասն է խոսքը, որ լուծվում է ամենաբարձր մակարդակով։ Նման օրինակներ ցավոք սրտի չկան եւ հիմնականում պարզապես ասում են բիզնես ունեն, բայց եկեք ընդունենք, որ Հայաստանի Հանրապետությունը վաղ չեմ իսօր կարող ես էլ բիզնես ունենամ հետո, այսինքն ինչ, ուրեմն անպայման գնացել եմ գործարքի։ Չէ, ես ուզում եմ, որ մենք տարանջատենք, մեզ համար գոնե այդ ամեն ինչը տարանջատված է, տնտեսական
դաշտը եւ քաղաքականությունը, եւ մենք փորձենք տարանջատել։ Բնական է հասկանում ենք, որ շատ ու շատ հարցեր նույն մոնոպոլիաների խնդիրը վերևում են լուծում։ Հետաքրքրում է ինչու չի տուժում այդ բիզնեսը, եթե դուք ընդդիմություն եք ու այդպես քննադատում եք իշխանություններին։ Այդ է իր հարցը, ոչ թե նա թե ինչու ունեք։ Հա, այսինքն կարծում եք, որ բոլոր նրանք, ովքեր Հայաստանում բիզնես ունեն, բոլոր իշխանության մարդիկ են։ Սխալվում եք, Հայաստանում բազմաթիվ մարդիկ կան, որոնք բիզնես ունեն, եւ շատ հաջողակ բիզնես ունեն, եւ շատ խոշոր բիզնես ունեն, եւ իրենք ունեն ընդդիմադիր հայացքներ, եւ իրենք դժգոհ են այս իշխանությունից։ Ավելին ասեմ, այսօր Հայաստանից ամենաշատ դժգոհը ոչ թե շարքային քաղաքացին, այլ հենց այդ գործարարն է, որը տուժում է կոնկրետ պետական չինովնիկից, պետական մարմինների գործունեությունից, որը տուժում է այս քաղաքական համակարգից։ Եվ իսկապես հավատացեք, որ ոչ բոլոր գործարարներն են իշխանության կողքին։ Գործարարներ կան, որ պարզապես լռում են, գործարարներ կան, որոնք բարձրաձայնում են, բայց գործարարների մեջ նույնպես դժգոհությունը իշխանությունից շատ մեծ է, շատ մեծ։ Արևիկ Հովհաննիսյան, Դաշնակցական սոցիալ նախարարի օրոք թոշակներ ստացողների ցանկում հայտնաբերվեցին նաև ճակերտներում ասված մեռած հոգիներ։ Այսօր դաշնակցականները դա որքանով են համարում իրենց բաց թողումն ու այդ գումարների փոշիացման համար արդյոք իրենց մեղավոր չեն զգում դաշնակցականները շնորհակալություն։ 2003 թվականին աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը ստանձնել է Աղվան Վարդանյանը։ Այդ ժամանակաշրջանում մինչև 2008 թվականը հիմնադրամը, կենսաթոշակային հիմնադրամը գործել է որպես առանձին միավոր կառավարության առընթեր։ Այնտեղ նաև իրավական խնդիր կար, որովհետև օրենքով նման մարմին նախատեսված չէր, եւ 5 տարի մեր կուսակցական ընկերը փորձել է այդ հիմնադրամը մտցնել համակարգի մեջ։ Մինչև 2008 թիվը, այսինքն այդ կենսաթոշակառուների խնդիրները ամբողջությամբ կառավարվել են առանձին մարմնի կողմից եւ ինքը չի հանդիսացել նախարարության ենթակայության օբյեկտ եւ ծառայության պետին, այն ժամանակ հիմնադրամի պետին, այսօր էլ ծառայության պետին նշանակում է վարչապետը եւ պաշտոնների նշանակում է ծառայության պետը։ 2008 թվականին վերակազմակերպվում է հիմնադրամը ծառայության եւ մտնում է նախարարության կազմի մեջ, բայց այսօր նույնպես ծառայության պետին նշանակում է երկրի վարչապետը։ Դա մեկ։ 2008 թվականին, երբ նախարար էր Արսեն Համբարձումյանը, աշխատանք եւ սոցիալական հարցերի, իր հրամանով ստեղծում է ուսումնասիրություն է իրականացնում գույքագրման հանձնարարություն է տալիս, որովհետեւ այդ ոլորտում հիմնադրամում խայտարակ վիճակ է լինում եւ այդ նյութերը թոշակառուները, այդ բոլոր փաստաթղթերը շատ խայտարակ վիճակում են։ Եվ հենց այդ գույքագրման արդյունքում է բացահայտվում այդ ամբողջ գործունեությունը եւ 3-4 ամիս հետո արդեն մենք էլ դուրս են գալի կոալիցիայից, այդ խնդիրը մնում է արկախված, բայց պետք է նաեւ ընդունենք, որ այս խնդիրը կարող է կարգավորում միայն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարում, որովհետեւ այդ 500,000 թոշակառուների փաստաթղթերի արխիվացումը հնարավոր չէ, բայց բոլոր դեպքերում մինչև 2008 թվականը մեր նախարարն հենց պայքարել է, որպեսզի այդ համակարգում ի վերջո կարգավորում հաստատվի եւ մտնի համակարգի մեջ։ Բայց այսօր նույնպես այն գործում է ըստ էության պետի նշանակում է վարչապետը, բայց նաեւ վերահսկիչ պալատը իր ուսումնասիրության մեջ բացահայտել է 475 դեպք։ Մեզ ներկայացվեց հազարավոր թոշակառուների մասին, բայց մենք այդ հազարավոր թոշակառուներին այդպես էլ չտեսանք, մեռած թոշակառուներով թոշակ են ստանում։ Եվ այդ գումարները այդպես էլ չբացահայտվեցին ուր են։ Իրականում վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ խոսքը գնում է 475-ի մասին, որոնց մայից հետո տարածքային պետերը ըստ էության թաքցնում էին այդ փաստը եւ փորձում էին այդ գումարները յուրացնել որոշակի մարդկանց հետ անցավոր համագործակցության մտնելու վերաբերյալ։ Այսինքն մեր նախարարները որևէ այդ ոլորտի հետ կարծություն չունեն։ Մեր մոտ մի sense բան կա, գիտեք, եթե դու նախարար ես սոցիալական ոլորտի, այն ծառայությունները, փարուստները, որոնք ենթարկվում են քաղաքապետարանին կամ մարզպետին, ակամայից դու դրա համար մեղավոր ես։ Այնտեղ կոռուպցիա կա, նախարարն է մեղավոր, թեև պետի նշանակում է մարզպետը, քաղաքում նշանակում է քաղաքապետը։ Նույնիսկ այստեղ ես հասկանում եմ նաև քաղաքացիների այդ մոտեցումը, բայց իրականում նախարարության համակարգի ստորաբաժանում չի եղել այդ։ Լավ, մենք ունենք 10 րոպե, բայց հուսամ կհասցնենք մի քանի հարցերի պատասխանները։ Գեորգի Քեհյան, պարոն Նրանյան, ՀԴ-ն պատրաստ է արդյոք սատարել Քոչարյանի վերադարձը, ինչ եք կարծում, որն է ՀԴ-ի խնդիրը, որի պատճառով մարդիկ ձեր ուժին ընդդիմություն չեն համարում կրկին։
Ես արդեն ասացի, որ ցանկացած ուժ որոշակի ժամանակահատված պետք է անցնի, որպեսզի հասարակության մեջ ընկալվի որպես իր կարգավիճակին համապատասխան։ Ես կարծում եմ մենք այսօր այդ փուլը ստեյցան կարելի ասել անցած համարել։ Ինչ վերաբերում է այլոց վերադարձին, գիտեք, ծիծաղելի է պարզապես, երբ 122 տարվա կուսակցությանը կապում են մեկ գործչի, մեկ քաղաքական գործչի հետ։ Ռոբերտ Քոչարյանը եղել է երկրի երկրորդ նախագահ, որի հետ համագործակցել ենք, որի հետ բազմաթիվ խնդիրներ ենք լուծել, որի նաև քննադատել ենք բազմաթիվ հարցերի համար, եւ դա բոլորովին էլ հիմք չի տալիս կապել կուսակցությունը մի հսկա կուսակցությունը իր բոլոր ստորաբաժանումներով, իր բոլոր կառույցներով, իր բոլոր հնարավորություններով կապել մեկ անձի հետ։ Նրանք, ովքեր այդ հարցը տալիս, պարզապես խնդրում եմ մի պահ օրինակ մտածել հասկանալ, թե ոնց կարող է կուսակցությունը եկա դաշնակցությունը կենտրոնանա, որ անպայման ինչ որ մեկին վերադարձնի։ Մենք նման խնդիր ընդհանրապես չունենք։ Մեզ համար լավագույն նախագահը այն նախագահն է, ով լինելու է դաշնակցական։ Մեզ համար լավագույն իշխանությունը այն իշխանությունն է, որը լինելու է դաշնակցական։ Լավ, Արևիկ Չիլինգարյանն է գրում, տարօրինակ չեք համարում, որ մի ուժ 10 տարի կրթության բնագավառը ղեկավարելուց հետո սուր քննադատությամբ է հանդես գալիս այդ նույն կրթության ոլորտի վերաբերյալ։ Արդյոք դա չի նշանակում, որ դաշնակցականներն ակամա խոստովանում են սեփական ապաշնորհությունը, որը եւ բերել է կրթության ոլորտը ձեր իսկ բնորոշումներով անդունդի եզրին։ Հարգելի Արևիկի տված հարցը այդ նույն առասպելներից է, որ դաշնակցության անդամները 10 տարի եղել են նախարար, ուրեմն 90-ից 99 մեկ տարի եղել է նախարար Լևոն Մկրտչյանը, հետո եթե չեմ սխալվում 2000-2001-ին 1 տարի եւ եւս 2 տարի այս վերջում։ Եվ մի քանի ամիս էլ Սպարտակ Սիրիանյանը ընդհանուր այդ ժամանակահատված այդ 4 անգամը, որ միասին 3 կարելի ասել, որովհետեւ անմիջապես Լևոն Մկրտչյանից հետո Սպարտակ Սիրիանյանը եկավ որպես նախարար աշխատի, այդ 3 շրջանները միասին գումարած կազմում է մոտավորապես 5 տարի։ Եվ նույն օրինակ Սերգո Երիցյանը ինքը կառավարել է մենակ ինքը ամբողջական իր շրջանը եղել է 4 տարի, այսինքն 10 տարի դաշնակցությունը չի եղել կրթություննախարար, իրականում բոլորն հասկանում են, որ այդ 7 ամիսը կամ 1 տարին բարեփոխումների փուլ չէ եւ իրականում կարելի ասել է շարունակականությունը եղել է մենակ այդ 3 տարվա ընթացքում, բայց հիշեք 96-7 թվականների կրթության վիճակը, դասագրքեր չկային, երեխաները միայն տետրերով էին գնում դպրոց, աշխատավարձ ուսուցիչների 5000 դրամ էր, 6000 դրամ էր եւ հենց Լևոն Մկրտչյանը, որ 98 թվականին դարձավ նախարար, ինքը ծրագիր ներկայացրեց աստիճանաբար այդ աշխատավարձները բարձրացնելու եւ մեր ընկերները լքել են այդ պաշտոնը ունենալով 4 տարի առաջ ունենալով միջինը 110-120 000 դրամ աշխատավարձ դպրոցներում։ Մեր ընկերների դուրս գալուց հետո աշխատավարձների բարձրացում տեղի չի ունեցել, ընդհանրապես այդ կառավարությունը ինչքան հասկանում ենք որևէ աշխատավարձի երթոշակի բարձրացում չի իրականացնելու, որովհետեւ արում է ցածր եկամտի քաղաքականություն։ Եվ մենք ունենք արդյունքներ, որոնցով չասեմ հպարտանալու, բայց հաստատ ամաչելու տեղ չունենք, որովհետև սոցիալական ոլորտը, դասագրքերի հարցը հասկանում ենք, որ այնտեղ բազմաթիվ խնդիրներ կան, բայց այդ տարիների ընթացքում այդ կար ժամանակաշրջանում հաջողվեց լուծել։ Բայց մեր խնդրեմը ավելի շատ վերաբերում է այդ ռեֆորմների շարունակելու մեջ։ Ես շատ եմ խոսել այս թեմայի շուրջ մեր ընկերների հետ, Լևոն Մկրտչյանի, Սպարտակ Սիրիանյանի, Բագրատ Իսահյանի, որը փոխնախարար է աշխատում։ Ավելի շատ մեր խնդրեմը նա է, որ մենք բարեփոխումները կիսատ թողեցինք։ Եվ դրա համար այսօր այս անհասկանալի վիճակն է կրթության ոլորտում։ Սկսել ենք բարեփոխումներ նույն Բոլոնիայի գործընթացում։ Մենք ձևական որոշակի դրույթներ կիրառեցինք, բայց բովանդակային առումով այդ գործընթացի իմաստը այդպես է ցավոքսատի չհասկացանք։ Եվ մենք եթե բովանդակային քաղաքականություն վարենք, բարեփոխումները շարունակենք, կունենանք վերջնականապես ի վերջո բարեփոխված կոնկրետ ինչ որ մոդել ունեցող կրթական համակարգ։ Լավ, Գայանե Մարդանյան 2007-ի նախընտրական ծրագրում դաշնակցությունը նշել էր, թե երբ գա իշխանության, բնակչության թիվը կմոտեցնի 4 միլիոնի։ Հիմա խոստանում եք, որ տարեկան բնակչությունը 50,000-ով կավելացնեք, նախկին խոստումից 4 անգամով պակաս, ինչու է պայմանավորված ձեր հեռուստացությունը։ Որովհետև եթե 2004 այն տարիներին, որը մեր դատերը Facebook-ի քննադատում են, այդ 2004-5 թվականները Հայաստանի պատմության մեջ միակ տարիներն են եղել, երբ մենք ունեցել ենք դրական սալդո միգրացիայի, այսինքն տարեկան 20,000-ից ավել մարդ վերադառնում էր Հայաստանի Հանրապետություն։
2007-ին մենք նախընտրական ծրագիր ներկայացրել ենք, ունենալով կոնկրետ սոցիալ-տնտեսական քաղաքականություն եւ ունենալով կոնկրետ տնտեսության վիճակ։ Արդեն պաշտոնապես 2.900.000 է, այլ ոչ թե 3.200.000, 2000-ից ավել, որը մենք ունենք 2007 թվականին։ Այսինքն մենք ունենք կորուստ արտագաղթած քաղաքացիների տեսքով եւ մենք ունենք տարիների կորուստ։ Եվ դրանով է պայմանավորված, որ մենք այսօր ստիպված ենք լինելու ավելի մեծ ջիգեր գործադրենք այդ խնդիրը լուծելու համար։ Նույն տնտեսական վիճակը այսօր շատ ավելի ծանր է, քան 2007 թվականին, իսկ կարծում եմ որևէ մեկը դա չի շղթի։ Այսինքն մեր բազային ցուցանիշները այսօր շատ ավելի ծանր են։ Աղքատության մակարդակը շատ ավելի բարձր է։ Խոսում ենք աշխատանքի եւ սոցիալական ոլորտի մասին, տեսեք աղքատությունը կեսից ավելի է բնակչության աղքատների թիվը, մենք մեր գործունեության շնորհիվ կրճատվեց աղքատների թիվը, մենք երբ դուրս ենք եկել կոալիցիայից 23%-ն է եղել աղքատների թիվը պաշտոնապես եւ իրական եկամուտները շատ ավելի բարձր են եղել, այսօր պաշտոնական տվյալներով 35% է, իսկ ոչ պաշտոնական, եթե հաշվի չառնենք կառավարության մեթոդաբանությունը, իրական աղքատների թիվը կեսից ավելին է։ Այսինքն մենք մեր ստարտային վիճակը այսօր շատ ավելի ցավոք սրտի ծանր է, քան 2007 թվականին։ Լավ, կրկին Արևիկ Չիլինվարյանն է գրում. Ժամանակին դաշնակցությանը պատկանում են սոցիալական կրկին, ապահովության եւ կրթության նախարարների, փոխնախարարների պորտֆելները։ Ձեր սոցիալ նախարարները ամեն կերպ ընդդիմանում էին մինիմալ սպառողական զամբյուղի չափը պաշտոնապես ընդունելուն, բերելով տարբեր անհեթեթ հիմնավորումներ։ Ինչու դաշնակցականները հիշեցին մինիմալ սպառողական զամբյուղի կարևորության մասին, աղքատությունը նվազեցնելու համատեքստում միայն կոալիցիայից դուրս գալուց հետո։ Սիրելի Արևիկ, ես ոչ մի դիտավորություն չեմ տեսնում, սիրելի Արևիկը իսկապես թյուրիմացության մեջ է, ուրեմն կենսապահովման նվազագույն բյուջեի մասն օրենք ընդունվել է 2004 թվականին ազգային ժողովի հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության առաջարկությամբ, այսինքն հեղինակները եղել են դաշնակցական պատգամավորները։ 2004 թվականի օրենք երբ ընդունվեց, այնտեղ կա ժամանակահատված, որ 3 տարվա ընթացքում կառավարությունը պետք է չափորոշիչները սահմաներ։ Մենք պետք է հասկանանք, որ կառավարության մեջ կա նաև միջգերատեսչական խնդիր, միջգերատեսչական շահեր կան եւ պարբերաբար մեր գործընկերները ներկայացնում էին այդ փաթեթը, որովհետեւ իրականում որ ճիշտ խնդիր մոտենանք, շատ ավելի ճիշտ կլինի կառավարությունը այդ խնդիրները լուծել, բայց ֆինանսների նախարարությունը բնականաբար միշտ ընդդիմանում էր, որովհետեւ դա պահանջում էր նաև այլ սոցիալական քաղաքականություն եւ դա չէր հաջողվում։ Այսինքն 2004-ից այդ խնդիրը կար եւ թե օրենքն է հեղինակած եղել մեր կողմից, թե նախագծերը ներկայացվել են մեր նախարարների կողմից կառավարության ասում։ Նույնիսկ Արսեն Համբարձումյանը, որ շատ կարճ ժամանակահատված եղավ սոցիալ-նախարար, դրա համար ասում դեր նախարարները, ինքը այդ մի քանի ամսվա ընթացքում 2 անգամ նախագծերի փաթեթը ներկայացել է նախարարական խորհրդի նիստին, ընդ որում մատնանշելով կոալիցիոն հուշագրում նշած դրույթները, որովհետև նաև կոալիցիոն հուշագրում մենք պարտադրեցինք, որ անպայման մտնի դրույթ 2008 թվականի մասն է խոսքը, որ սոցիալական քաղաքականությունը պետք է վարվի կենսապահովման նվազագույն բյուջեի հիման վրա։ Այսինքն մենք նոր չենք հիշել, դա ունի նախապատմություն եւ նաեւ մենք որ սկսեցինք հիմա բարձրացնել, փորձեցինք այդ դրույթները անցկացնել օրենքով, պայմանավորված նրանով, որ կառավարությունը իր մասով այնտեղ շարունակում է դիմադրել այդ խնդրի լուծմանը։ Լավ, Անուշ Խաչյանն է գրում, ինչու է ՀՅԴ-ն ամեն անգամ ընդդիմադիրի դիրքերից խոսում, սակայն իշխանության հետ դառնում իշխանություն։ Իշխանության դիրքերում բացասական երևույթներից կուսակցությունը չի խոսում։ Ինչի, օրինակ եթե բերեմ 2007 թվականի նախընտրական ծրագիրը, երբ այն ժամանակ մենք ներկայացրինք այս նախընտրական ծրագիրը, մենք իշխանության մաս էինք, բայց այն ժամանակ նույնպես մենք ներկայացրել ենք այն խնդիրները, որոնք կան, մենք ներկայացրել ենք խնդիրները եւ լուծումները եւ օրինակ եթե հիշեք 2007 թվականին բանավեճը հենց ընթանում էր աշխատավարձների եւ թոշակների շուրջ։ Այդ բանավեճում իշխող քաղաքական ուժը պարտվեց եւ երբ մենք ունեցանք երբ վարչապետը, որը նաեւ նախագահի թեկնածուն էր, հանձնարարեց իրենց այդ բանավեճի պարտության արդյունքում եւ հաշվի առնելով այն որ հասարակությունը հասկացել էր որ թոշակներն ու աշխատավարձները կարող են բարձրացնել, պահանջեց 2008 թվականի բյուջեով բարձրացնել թոշակներն ու աշխատավարձները։ Մենք այն ժամանակ քննադատեցինք եւ ասացինք մեր ծրագիրը աշխատավարձների եւ թոշակների բարձրացման պայմանավորված է կոնկրետ միջոցառումների իրականացման։ Մենք չենք ասում գումարը այնտեղ դրված է, ինչպես շատ են թվում, եկեք տանք։ Մենք ասում ենք այս քայլերը անելու դեպքում դուք ունենաք հնարավորություն ամեն տարի բարձրացնել եւ հասնել այն ցուցանիշներին, որոնք մենք նշել ենք։ Այսինքն մենք այս տարիներին արդեն պետք է դրանց հասցնենք։ Բնական է այդ քայլերը չարվեցին եւ
պարզապես մեխանիկորեն 60%-ով թոշակները բարձրացվեցին, հաջորդ տարի արդեն դա հնարավոր չէր։ Հնարավոր չէր, որովհետև մենք ոչ թե տնտեսություն էին զարգացնում, ոչ թե կոնկրետ միջոցառումներ էին իրականացել, պարզապես բյուջեով դոտացիա էին տվել, սուբսիդավորել էին թոշակների աճը։ Եվ այդ պատճառով կառավարությունը չկարողացավ դա իրականացնել։ Այսինքն այն խնդիրները, որ մենք ասում ենք, դուք չեք կարող հիմա տեսնել մի խնդիր, որի մասին չենք բարձրացնել նաև նախկինում, որովհետև խնդիրները իրականում կան եւ խնդիրներն ունեն կոնկրետ լուծումներ։ Լավ, Իզաբելա Սարգսյան գրել է հարգելի արա, ինչպիսին է ձեր վերաբերմունքը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, շնորհակալություն պատասխանելու համար։ Ես չեմ ուզում շատ այդ խնդրի շուրջ այսօր ծավալվել, ինձ համար միանշանակ եւ այդ դիրքորոշումը ես հայտնել եմ նաեւ լրատվամիջոցներին, երբ այդ հարցին անդրադարձել ենք։ Իմ կարծիքով ընդդիմությունը այն ժամանակ արտախորհրդարանական ընդդիմությունը ըստ էության գնաց սադրանքների եւ գնաց այդ բախումների եւ իշխանությունը չունեցավ այդ խոհեմությունը, լրջությունը եւ այդ գիտակցումը, որպեսզի կարողանա դա կանխի։ Այսինքն ես մեր մոտեցումը տվել եմ, որ իրականում երկուսն էլ այդ խնդրում այս մարտի 1-ի մեջ մեղավոր են, որովհետեւ մենք օրինակ, որ ժամանակին բավական լավ առնչվել ենք հենց ՀՇ-ի իշխանության ժամանակ, իշխանությունները բավական լավ էլ գիտենք իրենց ոճը, իրենց աշխատավոճը եւ գիտենք, որ հնարավոր է նման բաներ, որովհետեւ ցավոք սրտի ընդունված է տարբեր մարդկանց դարձնել թիրախ, դարձնել գործիք, որպես հետագայում քաղաքական դիվիդենտներ ստանաս եւ այդ դեպքում օրինակ մենք ունենում ենք տարբեր երիտասարդներ ուղղում են դեպի ոստիկաններ, սադրանքներ են ստեղծում, որպես արհեստականորեն ինչ որ ձևավորեն այսպես կոչված խաղապանտարկյալներ եւ այլն։ Այսինքն այդ ոճը բավական մեծ ծանոթ է։ Չեք նկատել երբևէ։ Այդ ոճը մենք գիտեք իշխանության կողմից դա ավելի շատ հետեւյալն է, որ մենք ուժեղ ենք, մենք բիրտ ուժ ունենք, ուրեմն ինչ կուզենանք կանենք։ Եվ այդ նրբանակատությունը իշխանությունը երբեք չի ունեցել, որովհետև առաջնորդվել է սկզբունքով սիլը есть ума не надо, ռուսերեն ասած։ Այսինքն, եթե ուժ ունեն, շատ չեն մտածել, բայց չեն մտածել, որ այսպիսի հետևանքներ են ունենալու։ Եվ այն ժամանակ 2008-ի մարտի 1-ին մենք ինչու շատ հաճախ ասում են, ինչի չկանեցիք իշխանությունները մեղադրում են, որ մենք չկանեցինք իրանց կողմ, ընդդիմության կողմնակիցները իրենց կողմ, մենք հասկանում ենք, որ ցանկացած մեկի կողմ կանելը դա բերելու է արունահեղության, այսինքն դա բերելու է ստեցության քաղաքացիական պատերազմի եւ դա տեսանք մենք OEK-ի դեպքում, որովհետեւ երբ կշիռը գնաց դեպի մի կողմ եւ ըստ էության ապահովեց լեգիտիմությունը ընտրությունների, իշխանությունը կարողացավ գնալ այդ քայլին։ Այդ դա է պատճառը, որ մենք այդ քայլը չենք գնում եւ նույն պատճառով մենք նաեւ չենք գնում այն կողմ, որովհետեւ հասկանում ենք, որ եթե մեր ուժը գնա այս կողմ, ապա դա բերելու է շատ լուրջ ցնցումների եւ զինված բախումների մայրաքաղաքում եւ դա է պատճառը մենք կարծում ենք մեր նաեւ այդ զուսպ կեցվածքը եւ ստեյցան որովհետեւ ցանկացած այլ տարբերակ բերելու է լուրջ արունահեղության եւ ես կարծում եմ այսօր ժամանակի անցել շատ ժամանակ մենք ինքներս էլ շատ մեր մեջ մտածում ենք օրինակ որ է ճիշտ բայց հիմա անցնելով այսքան տարի անց ես համոզված եմ որ մեր որոշումը ամենաճիշտն է եւ ըստ էության մենք կարողացանք կանխել այդ արունահեղությունը եթե այլ քաղաքական ուժ այլ տեխնացու այլ դասավորում ունենար ես համոզված եմ մարտի 1-ն չէր լինի Արման Արմանյան դաշնակցությունն ընտրություններից հետո մնալու է ընդդիմադիր եւ համագործակցելու է այդ դաշտի կուսակցությունների հետ Ես հույս ունեմ, որ դաշնակցությունը ընտրությունից հետո լինելու է իշխանություն կամ գոնե իր ուզած քաղաքական թիմի հետ ձևավորել է իշխանություն։ Նարինե Իրիցյան ինչպես է վերաբերում նրան, որ ժառանգությունը հրաժարվեց այսօր մասնակցել այսքան 3 միասնական շտաբի աշխատանքներին։ Ես արդեն ասացի, իմ կարծիքով ժառանգությունը ինքնուրույն քաղաքական ֆիգուր երևալու խնդիր ունի եւ դրանով է պատճառը, որ ըստ էության բավական հետաքրքիր աղմուկ է բարձրանում այս խնդրի շուրջ եւ կարծում եմ դա որպես քաղաքական PR պարզապես կարող է օգտագործվել ժառանգության կողմից։ Ես չեմ կարծում այնտեղ լուրջ խորը ինչ որ բաներ կան, պարզապես ի վերջո տեսեք, եթե բավական ուժեր կան այնտեղ ներկայացված, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Հայազգային կոնգրեսը եւ Հայ դաշնակցությունը եւ կարծում եմ, որ ժառանգությունը այդ հզոր գործոններ, հզոր քաղաքական ֆիգուրների կողքը հավանաբար գուցե նաեւ խնդիր ունի ինքնուրույնությունը պահել եւ այդ պատճառով փորձում է ամեն ձևի տարբերակվել, իսկ կարծում եմ դա է Եվ Անահիտ Խաչատրյանը գրում մի քանի քաղաքացիներ ձեզնից ընդունելություն են խնդրել, սակայն դուք չընդառաջեցիք մարդկանց եւ նման հնարավորություն չտվեցիք նրանց։ Ինչ է նշանակում արհամարանք մարդկանց հանդեպ, թե անվստահություն սեփական ուժերի նկատմամբ ունենք 5 րոպե։ Արդեն 4։ Հարցը ուղղվում է ինձ իսկ ես կարծում եմ ամենաբաց
ազգային ժողովրդի պատգամավորներից եմ լրատվամիջոցների համար, քաղաքացիների համար, իմ կյանքը թափանցիկ է եւ երևացող է, ինձ մոտենում են փողոցում մարդիկ, ես նույնիսկ համամասնական ցանկով ընտրվածնելով ունեցել եմ գրասենյակ Շենգավիթի վարչական շրջանում, ինձ օրական զանգում են տասնյակ մարդիկ, իմ օգնականները պարբերաբար շփումների մեջ են, ինձ նույնիսկ դիմում են մեյլով, էլեկտրոնային փոստով, դիմում են խմբակցություն, դիմում են Գերագույն մարմին, դիմում են բյուրո, դիմում են մեր կուսակցական գրասենյակ Շենգավիթում, չի եղել մի քաղաքացի, որը կարող է ասել, որ ուզեցել է հանդիպել եւ չի հանդիպել, եւ ինչ վերաբերում է անվստահության, ես կարծում եմ մի քիչ երեք ճիշտ պատկերացնում կային քաղաքական գործիչները, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, որոնք այլ երկրներում խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում երկիր են ներկայացնում, օտարիկացիներ են շփվում, նրանք ովքեր խորհրդարանում ելույթ են ունենում, ասուլիսների են գնում, այդ թվում նաև ֆեյսբուքյան ասուլիսին, նրանք ովքեր շփումների մեջ եւ քաղաքական գործունեության մեջ չեն կարող պարզապես ունենալ որևէ վստահության հետ կապված որևէ խնդիր, եւ դա վերաբերում է որը քաղաքական ուժերից այն մարդկանց, ովքեր իսկապես քաղաքականությամբ զբաղվում են։ Այդպիսի մարդիկ ես տեսնում եմ շատ քաղաքական ուժեր, որոնք այլ մարդկանց հետ շփվելու որևէ խնդրեմ, որևէ կոմպլեքս, որևէ անվստահության խնդիր չկա։ Ես չեմ կարող ասել այդ խնդիրը որտեղից է առաջացել եւ ինչից է առաջացել եւ գուցե նաեւ դիմել չեմ կարող հիմա ասել, բայց բոլոր դեպքերում նման բան հնարավոր չի։ Ես իմ կյանքը շատ թափանցիկ է երևացող է, բոլորը նույնիսկ գիտեն որտեղ եմ ապրում, որտեղ եմ ինչ առօրյա եմ ապրում, նույնիսկ մեքենայի ապակիները մկեցված չեն, բոլորը տեսնում են ինչպես են վարում, այսինքն ես որպես քաղաքացի, ես համարում եմ, որ ես պետք է ապրեմ թափանցիկ երևացող եւ նաեւ որպես քաղաքական գործիչ նաեւ մաչելի, այսինքն հասանելի։ Ես կարծում եմ նման խնդիր շատ ու շատ պատգամավորներ չունեն եւ մեր խմբակցությունը ընդհանրապես նման խնդիր չունի։ Շատ հաճախ ասում են ձեր ղեկավարները, չգիտեմ, ախրանայով են, չէ՞, ասում են տիկնապաներով, ախրանայով մանեն գալ, չէ, մեր ղեկավարները ապրում են սովորական կյանքով, մեր ղեկավարները որևէ տիկնապաներով չեն շրջում, մեր պատգամավորները նաեւ նախարարները հանգիստ զբոսնում են նախկին նախարարները եւ նախարարական ժամանակ հանգիստ զբոսնում են քաղաքով եւ որևէ նման խնդրեմ մեր գոնե մեր կուսակցության մասով երբեք որևէ մեկը չի կարող կոնկրետ փաստեր ասել։ Մենք այդպիսի խնդիր չունենք։ Մենք թաքցնելու եւ խուսափելու բան չունենք, հակառակը, ինչքան մենք շատ շփվենք, ինչքան մենք շատ իրար հասկանանք, ես կարծում եմ դա բխում է թե քաղաքացու շահերից, թե մեր շահերից։ Ես կարծում եմ դա ինչ-որ թյուրիմացության արդյունք է, որը չեմ կարող ասել ինչի է առաջացել կամ գուցե եւ չի առաջացել, գուցե դա ենթադրություն է։ Լավ, մեր ժամանակ արդեն սպառվում է, չենք հասցնում այս հարցերին պատասխանել, եթե ունեք ասելիք խնդրեմ, եթե ոչ եզրափակվենք։ Առաջին անգամ ձեր տպավորությունը Facebook ասելիսից։ Ուզում շնորհակալություն հայտնել եւս մեկ անգամ հարցերի համար, բոլոր նրանց ովքեր նաեւ լսեցին պատասխանները, հետաքրքիր ֆորմատ էր առաջի անգամը եւ կարծում եմ դեռ առիթներ կլինեն։ Բոլոր դեպքերում բոլորին ցանկանում եմ լավ տրամադրություն, վերնանային լավ տրամադրություն, բոլորին ցանկանում եմ շատ հաջող եւ լավ ընտրություն եւ նախընտրել ընտրություն Իօգուտ հայահեղափոխական դաշնակցության մի կուսակցության, որը անկախ նրանից թե ով որտեղ ինչ է անում, բայց դաշնակցությունը գոնե իր մասով միշտ ծառայել է եւ ծառայելու Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդին։ Շնորհակալ եմ, հիշեցնեմ, մեր հյուրներ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արան Արանյանը, հաջողություն։